Անհավատարություն։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին օգնեցինք հիշել, թե հայերեն ինչպես են ասում անհավասարություն բառը։ Իրավունքների խտրականության դեմ պայքարը ՄԱԿ-ի կարևորագույն ուղղություններից մեկն է, եւ այս բնագավառի տերմինները հարկավոր է ճշգրիտ թարգմանել։ Ֆրանսուազ Ժակոբը եկել է Մատենադարան մասնակցելու թարգմանիչների միջազգային օրվա տոնին։ Թարգմանիչների միջնորդությամբ աշխատելը ինձ դրդել է լավագույն ելույթներն ունենալ, քանի որ պետք է պարզեցնեմ ձևակերպումներս, չօգտագործեմ ժարգոններ եւ դանդաղ խոսեմ։ Այս 3 կետերն ինչպես կարևոր են լավագույն թարգմանության, այնպես էլ լսարանի համար, այնպես որ թարգմանչի օգնությամբ խոսելն ինձ թույլ է տվել բարելավել իմ հանրային խոսքը։ Այս միտքը Ֆրանսուազ Ժակոբը կրկնեց նաև պանելային քննարկմանը։ Դահլիճն արձագանքեց. յուրաքանչյուր թարգմանչի երազանքն է այսպիսի խոսնակը։ Դահլիճում հավաքվածները հայտնի թարգմանիչներ են, որոնք պետական եւ հանրային մեծ նշանակություն ունեցող միջոցառումների համընթաց թարգմանությունն են ապահովում։ Երկու լեզվի գերազանց իմացությունից բացի այս մասնագիտության հաջողությունը նախ եւ առաջ փոխվստահությունն է։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն էլ բացատրում է, թարգմանիչների աշխատանքն ամենանշանավորներից է իրենց տարածքում։ Յուրաքանչյուրը լսելի եւ ընկալելի պետք է լինի։ Շնորհավորում եմ հայ թարգմանիչներին, ովքեր մեզ հետ են աշխատում։ Դուք հիասքանչ գործ եք անում դժվարին պայմաններում։ Հայկական հզոր ոգին եւ բանականությունը դրսևորվել են դարերի ընթացքում։ Հայկական ավանդույթն ունի թարգմանչած տոնը եւ իրականում հենց ձեզ նման մարդկանց շնորհիվ է, որ քաղաքակրթությունը զարգացել է դարերի ընթացքում։ Արամ Օհանյանն ավելի քան 40 տարի թարգմանչությամբ է զբաղվում, գեղարվեստական գործերից մինչև համընթաց թարգմանություն, անգլերենից ռուսերեն, հայերեն եւ հակառակը, թարգմանել է Սարոյանից մինչև Ռեյ Բրեդբերի։ Ես եղել եմ նամակագրական կապի մեջ Բրեդբերիի հետ մոտ 30 տարի, բայց շատ հազվագյուտ էր մեր նամակագրությունը, հիմնականում կապված էր ինչ-որ առիթի հետ, երբ որ ինձ մոտ ինչ-որ բրեդբերիական գիրք էր լույս տեսնում, ես ուղարկում էի նրան այդ գիրքը, ինքն էր ինչ-որ նամակ էր ուղարկում շնորհակալություն հայտնելիս։ Հիշում է համընթաց թարգմանության առաջին քայլերը, թարգմանել է ոչ ավել, ոչ պակաս, քան ԽՍՀՄ ներքին գործերի նախարարին։ Առաջի անգամ ես մասնագիտական թարգմանություն եմ արել Մոսկովյան օլիմպիական խաղերի ժամանակ, երբ որ դեռ Մոսկվայի համալսարանի ուսանող էի, 3-րդ կուրսում էի սովորում եւ անցա այդ բավականին ծանր դպրոցը պրոֆեսիոնալ թարգմանության հենց օլիմպիական խաղերի ժամանակ։ Դուք կարող եք տեսնել իմ օլիմպիական կոմիտեի տված փաստաթուղթը, որով ես անցնում էի բոլոր օլիմպիական օբյեկտների։ Արտաշես Էմինի ձայնը շատերին է ծանոթ, Ոսկե Ծիրանից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ֆորումներ։ Թարգմանիչն աշխատանքի մեջ կարծիք չունի, խոսնակի մտքի փոխադրողն է մեկ այլ լեզվով, սակայն հումորային իրավիճակներից խուսափել երբեմն չի հաջողվում։ Մի բարձրաստիճան պաշտոնյա մի անգամից 2 լեզու էր սովորում, հայերեն ու անգլերեն, ու անգլերեն, դե որ նոր է սովորում մեքենա քշելու պես, առաջի տարին ամենավտանգավորն է լիքը վթարներ են, քեզ թվում է արդեն գիտես։ Նույնը անգլերեն սովորելը ինչ որ զրույցի ընթացքում ասեց մենք այս ինչից շատ ունենք, բավական շատ։ Ես էլ ասեցի quite a few։ Ասեց no few, many։ Հասմիկ Առաքելյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։